Երկրի վրա քայլող քաջարիությունները և երկնքում սավառնող հերոսարծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Ռոբերտ Աբրահամի Աբրահամյան։ Ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Ռոբերտը ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 20-ին Արարատի մարզի Տափերական գյուղում։ Նրա անունը փոքրիկ պատմություն ունի։ Այդ անունը նա ժառանգել էր իր հորեղբորից վաղամեռիկ Ռոբերտ Աբրահամյանից, ով տակավին երիտասարդ տարիքում դեռ 23 տարեկանը չլրացած ավտովթարի զոհ էր դարձել։ Մեր հերոսը եղել է խելոք, բարի, շատ կատակասեր և ընկերասեր երեխա, բայց և ուներ աշխուժություններ։ Երկու երեխա էին՝ քույր ու եղբայր։ Մեծն ինքն էր։ Հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը, եղել է հարվածային։ Դպրոց գնացել է 2000 թվականին, ավարտել 2010 թվականին։ Նա դեռ 9-րդ դասարան էր, երբ դասղեկը Ջուլիետտա Ավետիսյանն ասում էր. «Զարմանում եմ, թե այդ ինչպես է, որ Ռոբերտը բոլորին ծիծաղեցնում է, իսկ իր դեմքի ոչ մի միմիկա չի շարժվում»։ Դպրոցն ավարտելով 2011 թվականի դեկտեմբերի 23-ին զորակոչվել է բանակ, Արցախ, Հադրութ։ 2 տարի պաշտպանելով հայրենի սահմանները, զորացրվել է սերժանտի կոչումով և պատվով, ապա մեկնել է Ռուսաստան աշխատելու, իսկ վերադառնալուց հետո ամուսնացել գեղեցկուհի Քնարիկի հետ, ով մեր հերոսին որդի է պարգևել՝ Աբրահամին։ Իր զորացրվելուց 2 տարի էր անցել, երբ հասկացավ, որ իր տեղը զինվորների կողքին է, ու պայմանագրային ծառայության անցավ խաղաղապահ ուժերում՝ Երևանի մայրաքաղաքային Ստոլիչնիի կոչվող գնդում։ 2016 թվականի ապրիլի 1-ին անցավ աշխատանքի։ Շատ էր ուրախացել։ Ու այդ տարի ապրիլի 2-ը շատերի համար, շատերի թվում նաև Աբրահամյան այս համեստ ընտանիքի համար չարագույժ էր ու բոթաբեր։ Ուրախությամբ էր առավոտները գնում աշխատանքի, իսկ իրկունները տուն վերադառնալիս ինքն իր ձեռքով էր սրբում զինվորական կոշիկները, որ հաջորդ առավոտ նորից մաքուր հագնի ու շտապի աշխատանքի, իսկ տղային սիրում ու ասում էր. «Ինչքան երեխա ցույց տան, ես իմ տղային կճանաչեմ»։ Ապա ասում էր. «Աբուլս մի քիչ մեծանա, տանեմ զինվորներիս մոտ զբոսանքի»։ Ընդամենը 10 օր։ 10 օր տևեց նրա ուրախությունը, որ պայմանագրային ծառայող է։ Կինը Քնարիկն ասում է. «Պատերազմի ժամանակ, որ գնացել էր աշխատանքի, մեզ բան չէր ասել, հետո որ գնաց Արցախ, մեզ չէր ասել։ Մինչև իմացանք, ուշ էր։ Չհասցրեցինք տեսնել նրան։ Վերջին անգամ նրան անհրաժեշտ պարագաներ ու քաղցրավենիք էինք տանում, բայց ճանապարհի կեսից հետ դարձանք։ Զանգեց կեսրոջս, ասաց իբր իրենց Արցախ չեն տանում, այլ Վարդենիս։ Գնաց, հասավ Թալիշ, նոր զանգեց, ասաց, թե որտեղ է։ Որդին, փոքրիկ Աբրահամը, ընդամենը 3 ամսական էր։ Ռոբերտն ապրիլի 6-ից Թալիշում է եղել։ Ամսի 9-ին հարազատներին չէր հաջողվել նրա հետ կապ հաստատել։ Հոր սիրտը վատ բան էր կանխազգացել։ Նրանից լուր իմանալու ապարդյուն ջանքերից հետո ամբողջ գիշեր անհանգիստ մտքերով եկեղեցու մոտ էր անցկացրել։ Լուսադեմին նոր տուն էր գնացել։ Հերոսի կինը Քնարիկը լացակումած պատմեց. «Մեր տատն իմացել էր, թե ինչ է եղել Ռոբերտի հետ, բայց լռել էր։ Բոլորը գիտեին։ Հետո մեր բարեկամը եկավ առաջինն ինձ ասաց. ես որ տեսա աչքերը կարմրած է, ասացի մենակ չասես, որ Ռոբին բան է եղել։ Ինքն ասաց. հա, բայց վիրավոր է, խաբեց ինձ։
ապա իմացել են չարագույժ իրողությունը։ Ամսի 10-ին գիշերվա ժամը 2:15-ին Պաշտպանության բանակի N զորամասի պաշտպանության տակ գտնվող մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից էր զոհվել մեր հերոսը։ Փառք հիշատակիդ, քաջ հայորդի, խոնարհվում եմ քո առաջ։ Դպրոցական տարիքում մի անգամ ընկերներով խոսել են, թե դպրոցն ավարտելուց հետո ով ուր կարող է գնալ ապրելու։ Նա ասել է ու միշտ էր ասում. ես իմ Հայաստանից ոչ մի տեղ չեմ գնա, ես իմ հայրենիքը կսիրեմ։ Ու սիրեցիր հերոս ջան, այնքան սիրեցիր, որ հարազատներիդ փարվելու փոխարեն մայր հողիդ փարվեցիր։ Հերոս Ռոբերտի որդին, փոքրիկ Աբրահամը, երբ սկսել է խոսել, առաջին թոթովախոս բառը եղել է պապա։ Նա կմեծանա հերոս հայրիկի անունն իր սրտում և արժանավայել բարձր պահելով նրա անունը, կդառնա նրան արժանի զավակ։ Երբ մտել էր պայմանագրային ծառայության ու զինվորական համազգեստ էր ստացել, հագել էր ուրախ եկել հորն ասել էր. «Պապա, հլը նայի սազում է, չէ, ոնց որ գեներալ լինեմ»։ Ու իսկապես շատ էր սազում նրան զինվորական համազգեստը։ Ապա կատակի տվեց. «Ես հիմա պետական աշխատող եմ, իմ հետ ազգանունով պիտի խոսես, պա ջան»։ Խեղճ հայրն ամեն օր հիշում է որդու այդ խոսքերը։ Ամեն օր։ Այսօր մեր հերոսի հայրենի Տափերական գյուղի միջնակարգ դպրոցում կա նրա անունով դասարան, ռազմագիտության դասարանը։ Ռոբերտի տեսակն էր այդպիսին, խաղաղ ժամանակ էր ասել, որ կռիվ լինի, առաջինը ես եմ գնալու։ Ու խոսքի տերը եղավ սիրելի հերոս։ Երբ կինն ասել էր, թե բա ինքն ու որդին, նա լռել էր պարզապես։ Կինը, քնարիկը, մտահույս հայացքով նայելով վարագույրին, մտքերն իմի է բերում ու ասում. «Քանի անգամ է եղել նայել եմ ու վարագույրը շարժվել է, ոնց որ ինքն ասի. ես այստեղ եմ, ներկա եմ»։ Մեր հերոսը պապիկ ու տատիկ էլ ուներ, ովքեր արդեն ծերացել ու իրենց թոռան վշտից ողբալու արցունք էլ չունեին, ցամաքել էր։ Նայելով նրանց խորշոմած դեմքին և իրենց փայլը վաղուց կորցրած աչքերին, նրանց ասելիքը կռահելը դժվար չէ։ Բալես, ինչու խլեցիր մեր գերեզմանը։ Մեր քաջը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մարտական ծառայություն և Արցախի արիության համար մեդալներով։ Դե, հերոս իմ քաջ, քանի որ դա էր քո ընտրած ուղին, ուրեմն խաղաղ ու հանգիստ ճախրիր երկինքներում անմահության, քանզի քո փոքրիկ Աբուլը կմեծանա որպես քեզ արժանի հետնորդ ու վառ կպահի օջախի ծուխը մարմրող։ Փառք քո հիշատակին, հայոց արծիվ, խոնարհումս քո խիզախ ոգուն, ապա թույլ տուր պատվի առնել անվարան քայլիդ առաջ և ասել. պատիվ ունեմ։